Հայաստանը ենթարկվելով սելջուկ-թյուրքական նվաճումներին 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած նաև ենթարկվել էր որոշ չափով նաև մահմեդական, քոչվորական, թյուրքախոս եւ տարբեր այլ տարրերի ներթափանցումների եւ նրանք թեև այդ ժամանակ դեռևս խիստ փոքրամասնություն էին կազմում, այնուամենայնիվ Հայաստանում որոշակի նոր տարր էին եւ այստեղ շատ հետաքրքիր է որ հայ վարդապետների մեջ թիվ 1 անձը ցույց է տալիս հայերի ընկալումը եւ մոտեցումը օտարների նկատմամբ եւ հանդուրժողական վերաբերմունքը նույն մուսուլմանների նկատմամբ ի տարբերություն Հայաստանը զավթած օտար վաճկատուն այդ ցեղերի առաջնորդների եւ նրանց էլիտաների հայկական մտավոր էլիտայի ղեկավարը օրինակ կարծում է որ մահմեդականները հայերին հավասար իրավունքներ պետք է ունենային մեր հողի վրա եւ օրինակ նույնիսկ հարկեր ավելի շատ չպիտի վճարեին ու նրանց անձ եւ գույքը պետք է երաշխավորված լիներ։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը մեր մեջ չէ պատմականորեն եւ մեր ընկալումների մեջ չի եղել, այլ մեր տարածքը նվաճողների մոտ է միշտ խնդիրը եղել, մեր նկատմամբ մոտեցման եւ իսլամական օրենսդրության խնդիրն է եղել, որովհետեւ այդ օրենսդրությունը ի սկզբանե ենթադրում էր, որ քրիստոնյան չէր կարող նրանց իրավահավասար լինել եւ հետագայում օրինակ արդեն ավելի ուշ Օսմանյան շրջանում մենք տեսնում ենք, որ օսմանյան թուրքական փաստորեն իշխանությունները հայերի նկատմամբ կիրառել են իրավական անիրավահավասար, ոչ իրավահավասար մոտեցումը։ Հայերը անձ եւ գույքի ապահովություն չեն ունեցել։ Եվ ահա այստեղ տեսնում ենք, որ հայկական ընկալումը փաստորեն Մխիթար Գոշի օրինակով եղել է հակառակ ավելի հանդուրժող եւ ավելի հավասարություն ենթադրող որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հայերի ընկալումների, օտարների նկատմամբ ընկալումների մեջ չէ, հայը իր հայրենիքում պատկերացրել է նույնիսկ այսպես այդ հարաբերությունների դաշտը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։